Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը։ Առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։ Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները եւ քույրերը։ Ժառանգատուի եղբայրների եւ քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով։ Երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը եւ տատը։ Չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները եւ քույրերը, հորեղբայրները, հորաքույրերը, քեռիները, մորաքույրերը։ Ժառանգատուի հորեղբայրների եւ մորաքույրերի ու քեռիների եւ մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով։ Եթե բաց եք թողել ժառանգությունն ընդունելու 6-ամսյա ժամկետը, սակայն այդ ընթացքում տիրապետել եք ժառանգական գույքը, ապա անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելով նոտարը կարող է փաստացի ժառանգություն ընդունելու հիմքով ձեզ փոխանցել ժառանգական գույքը։